Արդյոք կարմիր գծերի թանկացումը բեռնաթափեց կենտրոնը, ինչպես որ խոստացել էին։ Ոչի բանը չբեռնաթափեց, ավելի վատ եղավ, ավելի շատ է, պրոբկեքը ավելի շատ է։ Ու մենակ կարմիր գծերը չէ, խաչմերուկներն որ ծախերը փակել են, պրոբկեն առավոտից իրիկուն է։ Ոչի բանը չի փոխվել, նույն պրոբկեքը, նույն ավտոները կանգնած են։ Ես 2-3 օր առաջ տեսա էվակուատորով տանում են, հենց հիմա գնանք սա կանգնած են էլի։ Ամիրյան փողոց ձախի վրա, ահին արած ֆիրմինի տակը։ Պետք է ազատեին մեքենաներին։ Հա, տենց պուբլիշնի եկան ազատեցին, բայց հենց հիմա գնանք կանգնած են էլի բոլորը։ Դուք օրենք չի գործում ստեղ։ Դա մեծ վերլուծությունների արդյունքում պետք է իրան կարողանան դրա հիմնավորումը տալ, որովհետև կենտրոնի բեռնաթափումը մեկ կոմպոնենտով հնարավոր չի իրականացնել, դա պետք է համապարփակ, ֆունդամենտալ լուծում տալ, դրա համար կան աշխարհում ընդունված փորձեր, որոնցից պետք է վերցնել, որին ունակ չի այսօրվա իշխանությունը, որտեղ նա բացի հանձնելուց ու պարտվելուց ուրիշ ոչինչ ունակ չի, այլ որ հանձնելու հարց լիներ, որ կենտրոնը ինքը շատ հաջողությամբ կհանձնեին։ Կարմիր գծերի դա քանակով է։ Մի 7-8 հազար տեղ ընդամենը կարմիր գծերի հնարավորությունը 30-40 հազար հայտ կա։ Ինչքան էլ բեռնաթափեն, ինչքան էլ գումարը բարձրացնեն, դրանից կարծում եմ չափը չի պակասի, ընդհակառակը կվնասի քաղաքացիների գրպանին, ինչին իրենց խնդիրները կարծես թե այդպես են լուծում, անդադ բարձրացնելով, թանկացնելով, իրենց թվում է, որ խնդիրները այդպես հնարավոր չի։ Շարդակիչը բեռնաթափելը։ Ըստ ինձ միշտ տեղ չկա կանգնելու, ու ըստ ինձ շատ օրենքներ պետք է փոխվեն, մեր երթևեկությունը ինչքան էլ փորձել են լավացնել, դեռ շատ տկար վիճակում է, մանավանդ խաչմերուկները, անցունակությունը, մեքենաների թողունակությունը, մեր գային շատ գործ ունի անելու եւ իրանք շատ են հետ ընկած, բացի այդ աշխատողները շատ թույլ են, տեսնում ես խախտումով մեքենա կանգնածա փոխանակ պատժեն, որ չկրկնվի, զգուշացնում անցնում են, տենց անտարբեր բաներ են անում կամ կոպիտ խախտումների վրա աչք են փակում, այտենց չի ուղղվի, այս լրիվ խցանումները դրա պատճառով է, մի հոգի շարքը փակում է, փոխանակ տուգան են, խիստ պատժի ենթարկեն, չեն անում, տենց բաներ եմ ավելի շատ նկատում, քան թե պարքինգ, ինձ որ պարքինգա պետք է լինում, ես իջնում եմ օպերայի տակ, շատ չեմ նկատում այս փողոցային բաները։ Որոնց է մի տուն 3 մեքենա ուներ հավատա, մեքենաներին տեղ ու դատար չկա, գիշեր ու ցերեկ։ Շինարարությունը կանգնած է քաղաքում, հետո նոր կմտածեք ինչպես բեռնաթափել։ Քանի շինարարությունը քաղաքում բեռնաթափում չի լինի։ Նախ այդ դատարանը չի հաստատել, գները չեն ավելացրել, ով որ վճարել է, ես չգիտեմ, բայց ով որ չի վճարել, ինքը էժանով է հիմա։